219 եվրո։ Բասում եմ, գովազ դարինք հիմա։ Իրականում այս նոստերները ինքը մեկ ժամվա մեջ տատանվում է գները, դա նորմալ է, էլի հելնում է իշնում։ Հիմա ժողովուրդ ջան, 219 եվրո, հիմա կռիվ մի արեք։ 900 դրամ և արևոտ Կիպրոսը բացում է իր գիրկը հայ թոշակառուների առջև։ Սա ըստ Փաշինյանի սկրինշոթի։ Կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա։ Այսինքն մեր թոշակառուները, այսինքն 900 դրամով Գյումրի Լառնակա ավիատոմս կա, դա երկկողմանի մասին է, չէ, որ չէ, մի կողմանի մասին է։ Դե ասա համը հանել են, էլի դե անելու բաներ դա որ։ Այսինքն մեր բարձրացրած թոշակով, ապրիլի 1-ից բարձրացրած թոշակով, թոշակառուն կարա 5 հատ տուդա ապրատնը տոմս առնի։ Հասկանում եք, որովհետև բանի խնդիրը մենակ փողի նոմինալ արժեքը չի։ Խնդիրը նաև այս հնարավորություններն է, որ մենք ստեղծում ենք։ Իսկ ինչ է ցույց տալիս ավիաընկերության կայքը։ Այս գները լողացող են։ Ցերեկը մի արժեք է, գիշերը մեկ այլ։ Օրերի տարբերությամբ են փոխվում թվերը, բայց Լառնակայից Գյումրի չեք հասնի 900 դրամով։ Հետադարձ թռիչքների գինը 24 եվրոյի սահմաններում է։ Ամեն դեպքում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նշում է, այսպիսի գներ երբևէ չեն եղել։ Իսկ գները ձևավորվել են պահանջարկից։ Կիպրոսի ուղղությամբ նույն Լառնակա, որ ունենք այսպիսի հետաքրքիր գներ, մինչև վերջերս շատ դժվարությամբ էին կարողանում մեր գործընկերները, զբոսաշրջային ընկերությունները կամ հենց քաղաքացիները օր վերցնել, նույնիսկ հերթ վերցնելն էր դժվար։ Տոմսը դեպի Կիպրոս գնեցիք, բայց հանգիստը միջերկրական ծովի ափին դեռ չի սկսվել։ Թռիչքից առաջ բազմաթիվ են խնդիրները։ Առաջացել են նոր ֆինանսական հարցեր կապված վիզայի ձևակերպման և կեցության հետ։ Թոշակառուն կկարողանա ինքնուրույն լուծել այս հարցերը։ Վերջին անգամ երկրից դուրս երբ եք եղել եւ որտեղ։ Ես չեմ հիշում տենց բան։ Իսկ ինչի՞ չեք գնում։ Նիկոլին հարցրեք, Նիկոլին։ Թոշակով չեմ գնում, դե ես չեմ հոգում, երեխեքս են հոգում։ Երբ բավականացրի, որ հիմա հարցնում եք, ուզում եք իմանալ, բավականացնում է, չի, երբևէ բավականացրել է։ 900 դրամով ոնց եք գնում Կիպրոսի մասիվից շրջանային 900 դրամով չեք իշնի, որ մնաց 900 դրամով Կիպրոս գնաք։ Ըստ պաշտոնական թվերի 2025 թվականին արտագնաց զբոսաշրջության թիվը 1.725.000 է, 3%-ով ավելի, քան դրան նախորդած տարում։ Ալադավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։